Իսրայելի պաշտպանության բանակը կադրեր է հրապարակել, թե ինչպես են իսրայելցի զինվորականները անվտանգության շների ուղեկցությամբ ներխուժում Գազայի հարավային Ռաֆահի Թալ Ալ-Սուլթան շրջան, և թե ինչպես է իսրայելական զորքը կրակ բացում Խրամատից և գրոհում շենքերի ուղղությամբ։ Իսրայելի պաշտպանության բանակը պնդում է, որ իր բանակը վերջին ժամերին շրջափակել է Թալ Ալ-Սուլթան շրջանը ահաբեկչական ենթակառուցվածքների անպամոնտաժման և զինված տարրերի վերացման գործողության ընթացքում։ Ավելի վաղ Իսրայելի բանակի արաբալեզու խոսնակ Ավիչայ Ադրեյը նախազգուշացրել էր Թալ Ալ-Սուլթանի բնակիչներին ազատել տարածքը, պատճառաբանելով, որ դա վտանգավոր մարտական գոտի է։ Մինչև Իսրայելը հայտնում է նոր տարածքների շրջափակման մասին, Խան Յունիսի Նասեր հիվանդանոցում հարազատներին տասնյակ դիեր են վերադարձնում։ Իսրայելական ռմբակոծությունից հետո օդային հարվածներից Գազայի Ռաֆահ և Խան Յունիս շրջանների հիվանդանոցներում ազատ տեղ չկա։ Մայրերը որդիների դիերն են փնտրում կամ փլատակների տակ, կամ շենքերի հարակից այգիներում։ Ինչ անենք, թող մեկը մեզ ասի, ինչ անենք, մեզ չեն թողնում ապրել ոչ վրաններում, ոչ տներում, ոչ դաշտերում, ոչ էլ փողոցներում։ Ինչ ենք մենք անում։ Իմ երեխան, որ դեռ ոչինչ չի տեսել այս աշխարհում, գնացել էր հագուստ բերելու իր քույր եղբայրների համար։ Ուզում եմ հասկանալ այդ անմեղ երեխան ինչ է արել իրենց։ Երեկ երեկոյան դիակներին դիմավորող Նասեր հիվանդանոցին Իսրայելը ավիահարվածներ է հասցրել, կա 5 զոհ։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ռումբերն ուղղված էին հիվանդանոցում բուժվող Համասի ֆինանսական գործերի ղեկավար Իսմայիլ Բուրհումին և նրա օգնականին։ Պաղեստինյան լրատվական և տեղեկատվական գործակալությունը հայտնում է, հիվանդանոցի վիրաբուժության բաժանմունքում աշխատանքը դադարեցվել է։ Իսրայելը պաղեստինցիներին նաև խաղաղ պայմաններում է սպանդի ենթարկում, մատնելով սովամահության։ Այս մասին նախազգուշացրել է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի կենտրոնի ղեկավար Ֆիլիպ Լազարինը։ Գործակալության դիմաց հերթեր են ալյուրի վերջին պաշարները ստանալու համար։ Ես չեմ վաճառի ալյուրը, երեխաներս ուտելիք են խնդրում, իսկ ես չեմ գտնում։ Երբեմն տղաս արթնանում է գիշերվա կեսին և ասում՝ մայրիկ սոված եմ, ես ոչինչ չունեմ նրան տալու։ Սարսափած ենք, որովհետև մենք նորից ենք սովի մատնվելու։ Մի անգամ հարավում ենք սովի մատնվել և մեկ անգամ այստեղ։ Հերթ ենք կանգնում առավոտյան ժամը 5-ից մինչև կեսօր, միայն մեկ պարկ ալյուրի համար։ Արդեն 3 շաբաթ է Իսրայելի իշխանություններն արգելել են մատակարարումները Գազա, ոչ սննդամթերք, ոչ դեղորայք, ոչ ջուր և ոչ էլ վառելիք։ Գազայում սովի սուր ճգնաժամը մոտ է։ Աշխարհի տարբեր ծայրերում հարյուրավոր մարդիկ հեղեղում են քաղաքների փողոցները։ Կասաբլանկայում, Լոնդոնում, Ամստերդամում մարդիկ դատապարտում են ոչ միայն Իսրայելին, այլև Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփին։ Համոզված են, առանց արևմտյան առաջնորդների ռազմական, քաղաքական և սոցիալական աջակցության հնարավոր չէր լինի այսքան մարդ սպանել։ Այսօր մենք Ամերիկան համարում ենք Իսրայելի հանցագիծ ու պաշտպան։ Ամերիկան կրում է պատմական պատասխանատվությունը Իսրայելի հանցագործությունները ողջունելու և թաքցնելու համար։ Ամերիկան է, որ պարտադրում է պաղեստինցիներին լքել իրենց հողերը։ Պատմությունից գիտենք, որ Պաղեստինի ժողովուրդը արմատներ ունի այդ հողում։ Նրանք երբեք չեն ընդունի տեղահանության պարտադրանքը։ Եթե աշխարհում իսկապես միջազգային դատարան կա, ապա Գազայի համար ինչ-որ բան պիտի արվի։ Դոնալդ Թրամփը այդ խելագարը կկործանի աշխարհը։ Նա մտածում է, որ ինքը կտեսնի Գազայի ժողովրդին հեռացած, 2.5 միլիոն մարդ կտեղահանի։ Ինչպես է նրա մոտ նման գաղափար առաջացել։ Նորմալ մարդը նման բաներ չի մտածի։ Այստեղ ենք, որովհետև ավելի քան 1.5 տարի է ցեղասպանություն է, որն իրականացնում են ոչ միայն Իսրայելի ռազմական հանցագործները, այլև միջազգային հանրությունը, արևմուտքի աջակցությամբ։ Մարտի 18-ին Իսրայելը վերսկսեց ռազմական գործողությունները Գազայում, Համասի հետ հրադադարի համաձայնագրից 58 օր անց։ Իսրայելը մեղադրել է Համասին զինադադարը երկարաձգելու ԱՄՆ նոր առաջարկը մերժելու համար։ Համասն էլ իր հերթին մեղադրել է Նեթանյահուին և Իսրայելի կառավարությանը հրադադարի համաձայնագիրը չեղարկելու և Գազայում իսրայելցի գերիների կյանքը վտանգի ենթարկելու համար։
Երուսաղեմում եւ Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են։ Իսրայելցի պատանների լուսանկարներով իսրայելցիները պահանջում են անհապաղ հրադադար հաստատել Գազայում եւ վերադարձնել Համասի գերության մեջ մնացած պատաններին։ Իսրայելի պատանների ընտանիքների ֆորումը մեղադրում է Նեթանյահուին եւ նրա կառավարությանը պատաններին անտեսելու համար։ Այսօր այստեղ եմ, քանզի ցավում եմ մեր պատանտների համար, որոնք դեռ Գազայում են, եւ ես զգում եմ, մեր իշխանությունը ժողովրդավար չէ, ոչ թե ժողովրդի համար է, այլ ժողովրդի դեմ։ Հրեա ժողովուրդ, մենք պատասխանատու ենք միմյանց համար, իսկ Գազայում տեղի ունեցած սարսափելի դեպքերից հետո առաջին բանը, որ պետք է անենք, մեր գերիներին տուն բերելն է։ Նույնիսկ եթե անհրաժեշտ լինի դադարեցնել պատերազմը հանուն գերիների։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով Գազայում զոհերի թիվը 673-ի է հասել, վիրավորներինը 1200-ի, որոնց մեծ մասը կանայք եւ երեխաներ են։ Մարիամ Ամիրջանյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուրի համար։